Իշխան, այս աշխարհում քանի պետություն կա։ Դե մենք ենք Գերմանիան, ելով կա Թուրքիան, Ամերիկան, Ֆրանսիան, Ավստրիան, Հունգարիան, Չեխիա, Հնդկաստանը մի 100 հատ կլինի։ Գլխավորը մենք ենք ու Ամերիկան է, չէ՞։ Ավստրիան։ Մենք ենք մեր սարերը, կտորմը երկինք, նվագախմբի տղաները, Եռանկյունին, Հայրիկ, այս ֆիլմերով նշանավոր կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը դիպավ բոլորի սրտերին։ Իր խոսքերով աշխարհում ոչինչ չիմացող Մալյանը գիտեր մարդուն, մարդու բոլոր թուլությունները եւ նրա ուժը նույնպես գիտեր։ Գիտեր նրա բոլոր ձգտումները, այդ ձգտումների բոլոր շարժառիթները։ Գիտեր նրա խոսքն ու խոսքի տակ թաքնված լռությունը։ Գիտեր նրա լռությունը եւ լռության տակ թաքնված խոսքը։ Գիտեր նրա բոլոր գաղտնիքները։ Գիտեր եւ գուցե հենց այդ պատճառով էլ սիրում էր, հարգում էր, աստվածացնում էր մարդուն եւ խոնարհվում նրա առջև։ Նա ստեղծագործում էր մարդու համար։ Ոչ ոք չի ուզում տանուլ տալ։ Լևոնն էլ չի ուզում տանուլ տալ։ Բոլորն էլ վերցնել եք ուզում։ Մարդիկ իրար լավություն են ուզում անել։ Աստված այդպես է ստեղծել մարդուն։ Դրա բնական պահանջ ունեն։ Դե արեք էլի, դրանից էլ հեշտ բան։ Ոչ ոք չի ուզում տանուլ տալ։ Բոլորն էլ վերցնել են ուզում։ Բոլորին է ինձ, իմը ինձ, նրանը ինձ, քոնը ինձ։ Մազալու են մարդիկ։ Կինոյի ու թատրոնի նշանավոր ռեժիսոր Հենրիկ Մալյանը 100 տարեկան է։ Նրա կինոնկարները հոգեհարազատ են հատկապես տավուշցիներին, քանի որ գեղարվեստական ֆիլմերից մի քանիսը մասամբ նկարահանվել են Տավուշի խաշտարակում, հայկական Հոլիվուդում։ Մեղքս մեզ է գալիս, մեկ էլ Ամերիկայի։ Մանրերը արանքում գլուխ են պահում։ Ասում եմ, թե ոչխար եմ կորցրել, չեք տեսել, մեկը կարդաց երեքնեք։ Հա մեր։ Մեծ հանցանքը ծնվում է փոքր հանցանքից, այսինքն թե չկա փոքր հանցանք։ Ես բռնեցի այդ թլպատված շան կոկորտը եւ կտրեցի, ահա այսպես։ Ես քեզանից շատ շնորհակալ եմ, թե որ դու ինձ չէիր կանչել, ես սկիլողացողը չէի։ 40 մարդ է, գուզենանք շալվարդ կհանենք, գուզենանք նոր շալվար կհագցնենք։ Դու էլ մեր մարդ ես, փողերդ վերցրու գնա։ Գնա էլի։ Դու մորթելուց հետո եկար։ Սկզբից գայր ասեիր մի մորթեք, որտեղ էիր, գայր չթողնեիր։ Գողությունը բռնել ես, հետը քաշիր այնքան խփիր, որ լեզուն բերանում կապ ընկնի։ Տեսնեվել ինչով է փիլիսոփայություն անում։ Էդ ում վրա ես բարգացել ավակ քերի։ Աշխարհի։ Նրա ժամանակակից Հրանտ Մաթևոսյանն ասում էր. Մալյանը եղավ իր ժողովրդի տագնապներով ու հույսերով տրոփվող հայ մշակույթի, հայ գրականության ոչ միայն զավակը, այլև ծնողը, վերածնողը, այդ մշակույթը նոր շուքով ու հանդերձանքով հրապարակայնացնողը, ու եղավ։